Ոմանք երբ որ ասում են մենք դավաճան ազգ ենք, դուք գիտեք որ առաջին խոշոր դավաճանությունը, որ Վլասովի գլխավորությամբ իրականացվեց, ամբողջ բանակի մակարդակով տեղի ունեցավ անցումը թշնամու կողմը։ Այսինքն բանակ մասշտաբայնությունը երևույթի։ Այո, Վլասովը իր բանակով անցավ թշնամու կողմը։ Եվ ստացվել էր մի իրավիճակ, երբ որ 3 միլիոն ռազմագերի կար Լեհաստանի տարածքում եւ Գերմանիայի, գերմանացիները, ֆաշիստները տեղ չունեին նրանց տեղավորելու համար նոր ճամբարներ սկսեցին ստեղծել։ Ուրեմն եթե 3 միլիոն մարդ անցնում է թշնամու կողմը, մեր ազգը, որը որ 600,000 մարդ մասնակցում է համաշխարհային պատերազմին, 315,000-ը զոհվում է կամ անհետ կորչում է, տալիս է 108 հերոս, տալիս է 4-5 մարշալներ եւ ծովակալ, եւ դրա կողքին դու փորձում ես մյուս ազգերին տեղավորել, դու տեսնում ես, որ այո, ազգություններ կային ամբողջապես անցան թշնամու կողմը եւ շատերը հիմա երբ որ դա ժողովուրդների բռնագաղթ անվանեցին, ստալինյան բռնաճնշումներ եւ այլն, բայց դրա մեջ կար նաեւ ճշմարտություն, որ կար նաեւ զանգվածային դավաճանություն թշնամու կողմը անցնելու։ Դրա մասին չեն խոսում, չգիտես ինչու։ Այդ ֆոնի վրա հայ ժողովրդին բեր տեղավորի եւ մնացած ժողովուրդներին, այնպես որ գիտեք, մեղք է մեր ժողովրդին նման բաներ վերագրել։